Գիտնական իրավաբանները մտահոգված են անթաքույց հակաեկեղեցական օրինագծերի առատությամբ։ Առերևույթ հակասահմանադրական են դիտարկում եկեղեցու բարենորոգման անվան ներքո հանրային իշխանության գործողությունները, հայտարարել են գիտնականները։ Դատարանը ևս մեկ ամսով երկարացրել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը։ Փաստաբանները պնդում են հիմքեր չկան, գործով չկան վկաներ, իսկ տուժողներն էլ կարգալույս քահանաները գտնվում են ոստիկանների հսկողության ներքո։ Հետևաբար պարզ չէ, թե ինչպես է Սրբազանն ազդելու նրանց վրա։ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Հայաստանի էլեկտրական ցանցերում իրականացված կադրային ջարդից տուժածները հաղթում են դատարանում։ Որոշումները մեկը մյուսին հաջորդելով անվավեր են ճանաչվում։ Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո Հայաստանի էլեկտրական ցանցերի 50 աշխատակից անհիմն ազատվել է, որից 48-ը դիմել են դատարան։ Արցախում մնացած 10 հայերին վերջին 4 ամիսներին պահել են գաղութային պայմաններում, որպես գերի։ Այս մասին Facebook-ի էջում գրել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Գորիսում զինված միջադեպ է եղել և նռնակ է պայթել։ Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է, Գորիսի Թոսկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ վիճաբանություն է եղել, որի ժամանակ պայթել է մասնակիցներից մեկի մոտ գտնվող նռնակը։ Երկու անձ մահացել է, որոնցից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է։ Հայրենիք կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Փաստինֆոյի տաղավարում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։ Նա նշեց, որ առայժմ որոշել են միայնակ գնալ ընտրությունների։ Վերաքննիչ դատարանը ապօրինի է ճանաչել Սամվել Կարապետյանի գործով գրականագետ Վանո Եղիազարյանի տան խոզարկությունը։ Դեռ անցած տարվա դեկտեմբերին Կարապետյանի գործով որպես վկա հարձակվել էին այն փորձագետները, ովքեր Կարապետյանի եկեղեցուն աջակցելու հայտարարության մեջ բռնության կոչ չէին տեսել։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում բժշկական կենտրոնի հոգևոր սպասավորի կողմից մատուցելիք Սուրբ Պատարագի ընթացքում Միքայել arczepiskopos Աջապահյանին չեն թույլատրել ստանալ Սուրբ Հաղորդություն։ Ազգային ժողովը 3 միլիոն դրամ է ծախսել Կերուխումի համար։ Ըստ հրապարակված պայմանագրերի, Ազգային ժողովը մեկ պայմանագրով 1 միլիոն դրամ է փոխանցել Ջուլիետա Սարգսյան անհատ ձեռնարկատիրոջը ծաղկեփնջեր ձեռք բերելու, 2 միլիոն դրամ էլ Պետսոս համանախագահ պատասխանատվությամբ ընկերությանը տարբեր ուտեստներ մատակարարելու համար։ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ առևտրաարդյունաբերական պալատներ կստեղծի։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու նախագծերի վրա։